Բարևձեզ։ Դեք սենց մի հատ հոգեբանական բան կա, երբ որ մարդը ճնշված է միշտ, իրան մեջ միշտ ճնշվածություն ու հենց որ իրան առիթ է լինում ինչ-որ հանգամանք, որ ինքը արտահայտվի ու դրսևորվի, ինքը սկսում է ուրիշներին ճնշել ու ճնշել ու ճնշել։ Ինքը այն որ ինքը 25 տարի ճնշված է եղել ու ոնց որ իրանց խեղճացած են զգացել, հիմա ոնց որ բաց են թողել, ինքը ազնվաբարո բաներ չունի, դրա համար ինքը սկսում է հակառակը մինչև վերջ ստորացնել, վրա մինչև վերջ հայազին ստորացնել, մինչև հայերը շունչի գան, մի հատ քիթը չջարդեն, էլի թե չէ տենց միշտ տենց կլինի։ Դա մեկ, ես դա էլ նշեցի։ Դա մեկ, երկրորդը խնդիրը օրինակ ոնց որ հրեաները անտիսեմիտիզմ չեմ ասում, որ այդ իրանց մոտ կա, տենց էլ իրանք ունեն ընկալում, որ կգա մի ժամանակ, քանի որ մեր Հայաստան օրինակ հրեաների հետ որ ասեմ, մի ժամանակ մինչև Եգիպտոսի սահման ունենք Սաստանծառերում։ Այդ փաստա որ Մսրի հետ սահման ունենք, դա որ կգա մի ժամանակ, որ հայերը էլի կլինեն տենց հզոր ու իրանց վտանգա դա սպառնում։ Այդ ներքաշված այդ ընկալումը, ասես մեր հարևանազգի մոտ էլ կա, դրա համար իրանք դրել են ծրագիր, որ մինչև վերջ ոչնչացնեն մեզ, որ չլինի հանգարց տենց բաներ։ Այսինքն մենք լինելով հիմա այսպես շատ թույլ, միևնույն է մենք վտանգ ներկայացնում, հետո կարող է պատահի, ինչ կարող պատահի, ինչից է վախենում։ Քանի որ ամեն ինչ փոփոխվում է, սենց չի որ մշտական կգան ժամանակներ, որտեղ մենք թույլ ենք ուժեղ ղեկավարներ կգան, ազգը ավելի հզոր կլինի, միասնական կլինի, եւ այդ միասնականությունը ավելի կբերի հզորացման ազգի ու իրանց վտանգ դա կարա սպառնի շատ ուժեղ։ Կարան հանգամանքներ ունեն, որ հիմա ասենք թե այդ նավթը հավերժ չի, վերջանալու է ու տնտեսությունը դրանից եթե հիմնված է դրա վրա, ինքը վերջ ունի, այսինքն ինքը տենց ինչ որ ժամկետ կա, առաջ ասում եմ 50 տարի է մնացել, հիմա չգիտեմ ինչքան են ասում, 100 տարի է մնացել։ Այդ նավթը վերջանալու է այդ նավթը ու իրանք թույլանալու են, չէ, այսինքն իրանց տնտեսությունը զարգացած չի, ինտելեկտուալ իհարկե մենք ասում ենք մեզնից թույլ են, բայց իրանք են դրա վրա աշխատում ուժեղել են, ու դա վտանգ կա, որ եթե այստեղ վտանգավոր ինչ որ պետություն կա, որ կարա հրազորանա ու վտանգ սպառնի, դրա համար ինքը հա ուզում է մինչև վերջ տալ, նույն նաև ինձ թվում է դրթում են հрьяաներն էլ այդ հարցում, որտեղ իրանք մենք որտեղ հրեայի պետականությունը որտեղ Իսրայելը, բայց իրանք վախ ունեն, որ նայեք մեր միջև ինչքան պետություններ կան դեռ, բայց վախ ունեն, որ վտանգ կա։ Ուրեմն ինչ-որ մի բան ներքին մարգարեություն կա, անկալում կա, որ կարա դա լինի, դրա համար վախ ունեն։ Այդ դա դուք այդ ինչ որ ներկայացրեցինք, դա այսպես նյութական հարթության մեջ է, հիմա գանանք այդ նուրբ ոլորտներ, որտեղ էգրեգորն է, որը փորձենք հասկանանք ինչ է, որտեղ կոլեկտիվ անգիտակցական է, որտեղ ազգի անցյալն է, ինքը իրենից ինչ է ներկայացնում, գուցե զգուշանում են, որ հայերը այդ իրենց հին հզոր ուժը կգտնեն, կկապվեն եւ կկարողանան ինչ որ լուրջ բաներ անեն, գուցե դրանից են վախենում։ Դե հիմա այսօրվա ժողովուրդը վախենալու չի, բայց այս ժողովրդին դու կարող ես սնուցել այդ հիմքո արժե համակարգից, այդ էգրեգորից, որ ինքը հզորանա։ Այդ գուցե դրանից են վախենում հենց։ Նայեք, հիմա էգրեգոր բառից սկսենք, դա ֆրանսերեն ուղղակի բառ է, որ նշանակում է հսկիչ, վերահսկող, պաշտպանիչ, դա ավելի հին բառ է, ֆրանսիացիները վերցրել են հունարեն բառից, որ էլի նույն նշանակություն ունի։ Էգրեգոր հենց ֆրանսերենը հունարեն մի քիչ փոփոխված է, բայց էլի նույն նշանակություն ունի։ Ու այդ երբ են վերցրել 18-րդ դարում ոսկե առավոտ օթյակներ ստեղծվում Ֆրանսիայում, թե ոսկե լուսաբաց։ Ոսկե լուսաբացին եմ հանդիպել։ Հա, ոսկե լուսաբաց, կներեք։ Ու այդ օթյակում այդ գաղափարը էգրեգորի տեղա հիմնական շեշտվել այդ բառը տեղից առաջ։ Ինքը կար այդ գաղափարը, այս այդ բառը հենց բերել են ոնց որ այս եվրոպական աշխարհ, հենց այդ հունական բառը ֆրանսիացիները այդտեղ։ Տեղը ոսկե լուսաբացում նայեք, այն էր, որ կոլեկտիվ անգիտակցական, որ Կանտն էլ ասում դրա մասին, բայց նաև այդ կոլեկտիվ անգիտակցականը
համընդհանուր վրա ազդում է, որը կարող է ուղղորդել ու գիտակցական նուրբ պլանում էակ, որը ուղղորդի այդ կոլեկտիվ անգիտակցականը, ուղղորդի այդ ու դրան նա ուղղորդի չլինի։ Դա նայեք ինչից ոնց է դա առաջանում, էլ ուղղակի տենց սկսենք։ Հիմա մարդիկ էգրեգորներ տարբեր տեսակի կան, լավ, վատ, միջին, կա ազգային էգրեգոր, կա կրոնական էգրեգոր, կա ինչ ենք ստեղծել։ Հա, կուսակցական էգրեգոր, կա ընտանիքի էգրեգոր, կա ասենք թե ինչ-որ խմբերի էգրեգոր եւ այլն, ասենք լիքը տենց էգրեգորներ կան, որոնք կարան իրար հետ պայքարեն, համագործակցեն, որոնք տնում է դա ոնց որ էներգիայի մի խումբ է, որտեղ ոնց որ մենք բանկում դրամ ունենք մեծ ներդրում, այդ ներդրումն է, բայց նուրբ պլանում, ու այդ ներդրումը նաեւ ուղղորդված է ոնց որ բանկում որ գումար ենք դնում, բանկի կառավարիչ կա, որ այդ գումարները ուղղորդի։ Այդ ներդրումը ուղղորդող բաներ կան, էակներ կան, որ ուղղորդում են, ոնց ուղղորդեն այդ էներգիան։ Նաև եթե մենք մշտական ներդրում չենք անում, ինքը վերջը այդ էներգիան վերջանում, այսինքն մարդիկ պետք է մշտական այդ էգրեգորին սնուցեն, որ էգրեգորն էլ մարդկանց օգնի, այսինքն փոխհարաբերության մեջ է գտնում էգրեգորը մարդկանց հետ, ինքը մենակ անգիտակցական չի, այսինքն գիտակցաբար այդ էգրեգորը ուղղորդում մարդիկ, այսինքն հիմա որ տնտեսությունը զարգանա, ինչ որտեղ ոնց որ պահուստային կա միջոցներ, որոնք ունի իր կառավարիչը, այտենց բացատրեմ։ Հիմա դրանք ես անցյալ անգամ մենք որ զրուցում ենք, ասեցինք, որ Հայկ Նահապետը դրել է հիմքը, ուղղորդել է, ու ոնց որ այդ դարերով, որ այդ մեր պաշտամունքի ուղղորդված էներգիան մարդկանց, այդ կենսահուր էներգիան ուղղորդել են այդ էգրեգորը սնվելու համար։ Հետո որ եկել են ուրիշ ազգեր, հիմնական իրենց նպատակը այդ էգրեգորը ջարդելն է, եթե գիտենք տենց օրինակի համար, որ ասենք մի իշխանություն առաջ որ գալիս էր մյուս իշխանության տիրելու, նույնիսկ տեղի դիցերին իրանք զոհաբերություններ էին անում, որ իրանք հեշտ թողեն, որ տեղը անցնեն, որ իրանք չխանգարի։ Այդ դիցերը ինչեր են։ Մյուս կողմից այդ դիցերը այդ ուղղորդող էգրեգորը ուղղորդող էներգիաներն են, ղեկավարներն են, այդ top մենեջերներն են այդ դիցերը, այդ էներգիայի այդ կուտակած բանի դրա համար որտեղ խնդրում են որ իրանք հեշտ անցնեն կամ գրավեն կամ այդ բանը։ Հիմա եթե ազգը այդ էգրեգորին է սնուցում է գիտակցաբար, ինքը հզորանում է։ Հիմա նայեք այդ հզորանալու համար պետք է ամբողջ ազգը սնուցի։ Տենց չի լինում երբեք։ Օրինակ ես բերում եմ օրինակ մագնիսի օրինակը, մագնիսական դաշտում, որ ֆիզիկայում, երբ որ մի քանի դոմեններ, այսինքն սպիներ, որ մի կարծեմ նույն ձև են շփում 10% է, 30% շատ հզոր մագնիս առաջում։ Բոլորը չեն, նույն ուղղությունը որ ունեն, հստակա մագնիսական դաշտան։ Հիմա ստեղ են, որ ինչ որ մի մարդկանց խումբ մասան ազգի նույն ձևի մոտեցում ունի ու գիտակից ոգեշնչում է ազգային գաղափարները, էներգիա է տալիս այդ գաղափարներին, այդ էգրեգորը սնվում է դրանով։ Ես դուք ասացիք վիդեովակ հիշեցի, օրերս ես հաղորդումների ժամանակ ներկայացրել եմ, ուրիշի հետազոտություն էր 5% էր ասում։ Բավական է ժողովրդի 5%-ը վարակվի մի գաղափարով ու գնա դեպի դա, այն մնացածները աստիճանաբար սկսում են հետևից գալ։ Դա 5%, հա բայց 30% հետո հավաքիր է։ Հա բան չասի, բայց ստարտը ինքը, եթե 5%-ը կա, դա բավարար է, որ դուք սկսեք ստարտը, հետո իհարկե աստիճանաբար միամիտ։ Դե 5%-ը, հա, դե մեծ թիվ է։ 3 միլիոնի ասենք 5%-ը, դա բավականին մեծ թիվ է, ասենք 150,000, որը եթե այդ 150,000 մարդ ոգեշնչող գաղափարով լինեն, դա բավականին մեծ հզոր ուժ է, որ իրար չհակադրեն, էլի։ Նայեք, էգրեգորը, որ կա անգիտակցականի մակարդակով է դա ազդում, մեր անգիտակից մտքերի, էմոցիաների կուտակումն է, բայց որ մենք այդ ստեղծված այն սկզբանե էգրեգորը ինքը անգիտակցականով գնում է տեղ էլի սնուցման։ Մենք մարդիկ չեն հասկանում, ասենք թե հիմա top manager-ին մոռացել ենք մեր դրել է այնտեղ Հայկ Նահապետը մեկին,
ասենք մենք ամեն ինչ որ դից մենք մոռացել ենք այդ թունչը, բայց մեր անգիտակցականով կարանք սնուցենք, որտեղ ունենալով ազգային գաղափարախոսություններ, մենք դրան սնուցում ենք։ Եթե դրա հակադիր գաղափարախոսություններ ունենք, իրան ընդհանրակը սկսում ենք վնասել։ Ու ինքը մեզ հսկում է, որ այդ ազգը ճիշտ ուղղությամբ գնա նոր պլանով, որտեղ այս ֆիզիկական պլանը ընդհանրապես արտացոլումն է նոր պլանի։ Ինքը ֆիզիկական պլանը նույն ձևի ասենք կրոններն էլ իրանց էգրեգոր ունեն ու երբ որ օրինակ շատ դեպքում կրոնի էգրեգորը նույնացնում են ազգի էգրեգորը որ կարա ուրիշը լինի ու կարա մարդիկ ասենք մեր մոտ տենց եղել է կրոնի էգրեգորը փորձել են ազգի էգրեգորը ջարդեն կրոնի էգրեգորը մտցնեն ու այդ ազգը թույլացել է դրանից այսինքն իրան կանային այդ երկու էգրեգորները համագործակցության դնեն որ իրար հետ աշխատեն ոչ թե մեկը մեկին ջարդեն էլի նո տենց ճիշտ ոնց որ ասած top manager-ը գնում է պատերազմ ու աշխարհում Արմագեդոնը որ կա այդ նույն աշխարհներում պատերազմ է գնում ու որդվում են էներգիաներ որոնք մարդիկ են սնուցում այդ կարևորը որ հասկանանք մարդիկ կան նաև օթյակներ, որոնք գիտակցաբար են, ասենք, հիմա կորսակցությունները տենց գիտակցաբար չունեն սնուցողներ սովորական, պետություններն էլ կարող է պետությունը չունի, բայց զարգացած պետությունները ունեն, տենց օրինակ բերեմ, մի քանի զարգացած պետությունների մասին, որ մտածում էի, ինչ որ հարցերով էի մտածում, ու ոնց որ այդ երբ որ իրանց դեսպանատան հետ ուզում է ինչ որ կոնտակտ մտնել, տեսնում եմ ինչ որ այդ նոր պլանում պաշտպանված է, ասենց հզոր բան կա, այսինքն տենց բան փակել են, հա, ու տենց կա մեկը, որ հսկում են, էլի, այսինքն նույնիսկ իրանք ոչ թե իրանց պետությունն են հսկում, այլ նաև իրանց որտեղ իրանց ներկայացուցիչներն են, իրանց էլ են նոր պլանում հսկվում։ Մենք մեր պետությունն էլ չունենք, տենց գիտակցաբար հսկող ու տենց դե ասել եմ, օրինակ Միացյալ Նահանգները մեծ ֆինանսներ է տենց բանի տալիս, ոնց որ Գերմանիան էր տալիս առաջ, ու դա Հիտլերի ժամանակ, բայց հիմա էլ են տենց տալիս էլ, տենց չի որ դա կորավ գնաց, մոռացան իրանք, ուղղակի տենց դա չեն բարձրաձայնում դրա մասին։ Հիմա այդ էգրեգորը գիտակից սնուցողներ է պետք, որ այդ top manager-ը կարող է շատ վատ դրությամբ, որտեղ ֆինանսային շատ թույլ էներգիա չկա, իսկ էներգիան պետք է դրա համար օթյակներում, որտեղ օթյակ գաղափար կա, իրանք ոնց որ գեներացնում են կենսահուր էներգիա նյութական պլանից ուղարկում են բան պլան, այսինքն մենք մեծ մասը անգիտակից մարդը ինքնա ուզում է Գրեգորի սնվի։ Մենք անցյալ անգամ խոսում ենք, որ ինչ Աստված մեզնից ուզում, ասում ենք, որ բոլորը Աստծուց են ինչ-որ բան ուզում, ոչ մեկ չի ասում, որ ես ինչ կարամ Աստծուն տամ։ Դրա համար հիմա այդ որ գիտակից օթյակներ կան, իրանք են Էգրեգորին, հիմա Էգրեգորը Աստված չէ, չխոշորենք, Էգրեգորին սնուցում, որ ինքը կարանա կենսունակություն ունենա աշխատի այն ծրագիրը, որը դրված է սկզբանից։ Ուղղակի իրան մշտական սնուցում է պետք, որ դա աշխատի։ Հիմա եթե այդ օթյակներ չկան, մարդիկ հեռացել են, շատ նյութական են դարել, ու անտեր է մնացել, ու դա սնուցումը թուլանում է, ու ինքը կարող է թուլանալ, ու ոչինչ անում։ Հիմա կարող է այդ ծրագիրը, որ մենք հաղորդման սկզբից որ ասում եք, այդ Գրեգորի այդ հզոր ծրագիրը իրանք անգիտակից հասկանում են, դա վտանգ կարանա, կարող է մի օր սնուցեն, ինքը հզորանա։ Դա պետք է աշխատեն փակեն։ Աշխատեն, հա, որ այդ բոլորը իր սնուցողներին ոչնչացնեն, եթե ոչնչացնեն սնուցողներին, այսինքն ազգին ոչնչացնեն, չի ակտիվանա, ինքը չի գործ։ Սարդատ մի խոսում էր մի դրվագ հիշեցի, ես անտիկ աշխարհի մասին մի քանի վեպ եմ գրել, բավական տեղյակ եմ։ Այնտեղ էսպես էր, ենթադրենք երկու բանակ, երկու պետություններ կռվում են, իրենք ասում են սկզբում վերևում մեր աստվածներն են կռվում, նայած ով կհաղթի, նրա բանակն էլ կհաղթի։ Այս աստվածների կռիվը արդյոք այդ էգրեգորների կռիվը չհասկանանք մենք։ Տրոյայի պատերազմում նկարագրած է, չէ՞, միշտ այդպես է, աստվածները կռվում, սկզբից վերևում են կռվում ու այդ լեզվով հասկանանք, հա, որ մենք ինչ ոգեր են դաշտում են։ Մեկին ես գնացել էի Էրեբունի թագարանը, հիմա միացրած է Շենգավիթի եւ Կարմիր բլուրի մեջ թանգարանները միասնական են, Կարմիր բլուր է որ գնացել, ընդեղի այդ
գիտը, sense բան պատմեց, որտեղ պեղումներ էին անում ու դե ինչ որ ռուս հնագետ է եղել, անունը չեմ հիշում, պեղումների ժամանակ որ հայտնաբերել է Թաշիբայի արձանիկն է հայտնաբերել ու մեկ էլ հայտարարել որ պատերազմ է սկսել այդ 41 թվի պատերազմ, ասում է ինքը դրել է ու սկսեց աղոթել որ քեզ կտանք որ մեր պետությանը պատահական չի, դա այնտեղ սովետական միությանը որ դու պաշտպան ես, այսինքն նույնիսկ այդ սովետական միության մեջ աթեիստական գաղափարախոսության ինչ որ ռուս հասկանում է որ կարևոր չի ինչ ազգի բանա դիցա, չէ՞, դա որ ռազմի աստվածն է, որ Էգրեգորը ունի ինչ որ ուժ ունի, որ որ էդի իր բացահայտումն է, որ ոնց որ ինքը նշան էր, ինքը հասկանում, որ մեր պետության վրա հարձակվել են ու ինքը կարա ուժ տա ու վերականգնի ու տենց շատ դեպքեր են պատմում, օրինակ այդ պատերազմին, որ սենց անհասկանալի երևույթներ է տեղ ունեցել, որ ոնց են հաղթել, որտեղ ինչ-որ շատ տուպիկային սիտուացիա, օրինակ միած sense դեպք պատմեմ, երբ որ արդեն Մոսկվային շատ մոտիկ էին գերմանացիները ու արդեն գրավում էին, ու Ստալին տեսնում է հնար չկա, արդեն այդ առաջին աշխարհում հաջողություններով չկա, վերցնում է մի քանի հատ սրբի նկարներ, ինքնաթիռ դնում, ասում Մոսկվայի գլխին պտտացրեք էլ ուրի բան չկա, պատկերացնենք այն աթեիստական, ու սկսում են պատասխան ու մեկ էլ սկսում է կանգնացնում են այդ առաջխաղը, որտեղ շատ տեղեր ես որ Մոսկվայում եղել, արդեն իրանք քաղաք մտել են, մի քանի տանկեր մտել են։ Նույն աշխարհում այնտեղ ինչ որ բան փոխում են ու արդեն փոխվում է։ Հետո այդ Կուրսկի ճակատամարտի ժամանակ էլ է տենց հսկայական էգրեգորների պայքար գնում, դե sense ոնց ասած Սվաստիկա էգրեգորը Աստղի Գրեգորի այս նշանն էլ կար, ես ծանոթացել եմ, Սվաստիկայի Գրեգորը կար, անունը մոռացել եմ, հայտնի այդպես թաքնագետ էր, հրավիրում են Անգլիա եւ ինչ անենք, ինչպես մենք դիմակայենք, այս V նշանն է տալիս, որ դուք կարողանաք հաղթեք, գուցե ընթացքում մեծամարտան։ Դե դրա համար Աստղի Գրեգորը մինչև հիմա այդ նշաններն էլ ուժ ունեն, որոնք ավելի շատ գործանեն քան մարդիկ։ Աստղը օրինակ մինչև ամերիկյան բանակում այդ աստղերը կան, ինքնաթիռների վրա, զինվորների վրա աստղերը դրած այդ չեն հանել, դա ոնց որ մտածում են այդ սովետական միության աստղերի հետ է կապված, այդ կապ չունի, դա այդ նույն պլանի Գրեգորների հետ աշխատանքի հետ է կապված, որ դրվել է այդ պաշտպանիչ ուժը, որ փոխհարաբերվի, նույն մեջ մեր այդ հավերժության նշանը մենք ունենք, դա էլ պաշտպանիչ հզոր ուժ է, նաև Դավիթի աստղ ենք ասում, Վիշնոյես վեցաթև աստղը, դա մեր հին Անահիտ դիցու աստղն է հիմա որում, ինքն էլ այդ մեր հզոր էգրեգորը սնուցելու միջոց է իմաստությամբ, դա ոնքի հрьяաները վերցրել են իրանք այդ իրանց էգրեգորն են սնուցում ու ազգային էգրեգորների մասին ենք ասում, ոչ թե կրոնական էլի, ազգային էգրեգորները սնուցում են, դրա համար որ նայենք հрьяաները իրանք այնքան լավ են սնուցում իրանք էգրեգորը, որ փոքր պետություն ստեղծեցին ու կարող են կողքով ինչ են անում հիմա այս պահին սնուցելու առումով դե օթյակներ ունեն շատ տեղեր սկսած որ ստիպում են նույնիսկ ուրիշ երկրների կրոնները ասենք իրանք քրիստոնեությունը բերել են հյուդայիզմ են սարքել որ հյուդայիզմի որտեղ 5 տակարան են մտցրել որ սնուցեն էլի իրանց նույնիսկ Աբրահամ ասենք եւ այլն դեղ էներգիան գնա բացի այդ որ նույնիսկ մեր անուններն են այդ Աստվածաշնչի անուններն ենք դնել, որոնք հրեական անուններ են, այսինքն մենք երբ որ մարդու անունը դնում ենք, պետք է մեր հին նախնիների անունները դրվի, որտեղ մեր դիցերի անունները։ Բայց երբ որ դնում ենք անուններ, այսինքն հրեական անուններ, մենք սնուցում ենք իրանց էգրեգորը, ոչ թե մեր։ Մի դրվագ բերեմ, սա մտածելու տեղիք է տալիս, ինձ այսպիսի դեպք եմ պատմել, երեխային տանում են կնքելու, այս վերջերս։ Անունը ինչ է, Հայկ, քահանան ասում է այդ անունը մենք չեն կարող կնքել, պիտի լինի այդ Սուրբ Գրքի անուններից եւ կնքում են ուրիշ անունով։ Հասկանաս, այսինքն էներգիան գնաց ոչ թե Հայկնահապետի կամ մեզ, այլ գնաց ուրիշ տեղ։
Պիտի որ սա ճիշտ է, ես չգիտեմ, եթե սխալվում եմ թողիցներեն, բայց ամենայն դեպս ինձ այդպեսի բան պատմել են։ Ակամա չիմանալով մենք սնուցում ենք ուրիշ ժողովրդի էգրեգորը, մերը թողնում ենք դատարկ։ Եվ դրա համար էլ այսպես ցանկացած վիճակ, նաև այս պատճառով է քեզ վիճակում, չէ՞։ Դա վերևում դատարկ։ Մենք նաև մեր էգրեգորը ոչնչացնում ենք օրինակի համար այն գաղափարախոսությունը, որ այս երկիրը երկիր չի։ Այսինքն այդ երկիրը որ հասկանանք մենակ հողը ջուրը չի, այդ նաև այդ երկիրը պաշտպանող այդ էներգիան է, այդ ուժերն են, որոնք նոր պլանը, որ իրանք մենք թերագնահատում ենք, ասում ենք դա դուք ոչ մի բան եք, ոնց որ հիմա որ դու օրինակի համար քո երեխաները մեծացնելուց ասես դուք բանի պետք չեք, իրանք թերարժեք շատ հոգեբանական խնդիրներով մարդիկ կմեծանան, որոնք կյանքում լիքը խնդիրներ ունեն, չեն կարողանալ լուծել, որտեղ դա ենթագիտակցության ասում է։ Հիմա մեր էգրեգորին մեծ մասը ասում են այդ գաղափարմտքին է երկիրը երկիր չի, որ ինքը իրանց սկսում են ոչնչացնել։ Կամ միշտ էլ էսպիսին ենք եղել։ Հա, ինչ որ տենց կամ տենց։ Ես էսպիսի մի կատակ առակ ունեմ, այսպես Աստված դե բոլոր մոլորակները իրեն են զբաղվում են, մի օրը որոշում է գա երկիր մոլորակում տեսնի ինչ կա չկա, գալիս էսպես անցնում է Հայաստանի վրայով, տեսնում ինչ որ մարդիկ հավաքված են, ասում են ձև չկա, հնարավոր չի, ինքն ասում է դե չկա, ինչ ասեմ տաներ, եթե ասեիք ինչ անեմ, ոնց անեմ, կամ ինչ որ մի ուղի ցույց տայեք, ես գուցե թե հուշեի, էլի, բայց որ ասում եք չկա, գնամ տեսնեմ որտեղ է ինչ որ ասում, որ որոնում որ ինչ որ ելք լինի։ Սա էլ մենք ինքներս մեզ փակում ենք այդ մտածողությամբ։ Դե նաև մեր էգրեգորը դա ինքնաոչնչացման ծրագիր ենք տանում, ընդհանուր ազգային գաղափարախոսությունը մենք ոչնչացնում ենք, որը դրված է կաղասաղմնային ինքը մեր ուղղակի գիտակցություն չի գիտակցում, ինքը մեր անգիտակցականի վրա է ազդում, բայց դա շատ կարևոր է, որտեղ ասենք բանակում ոգեշնչումը առաջի տեղն է, այդքան զենքը չի կարևոր, ինչքան ոգեշնչումը, եթե ոգեշնչում չլինի, ինքը իրանք չեն կարող հասկանալ, նույնիսկ ոգեշնչումը շատ կարևոր դեր ունի բանակում եւ ազգի ցանկացած գործունեության մեջ էլ ոգեշնչում եթե չկա, որտեղից հիմա ասենք թե ինչ որ նախաձեռնություններ որ անում են, ասենք թե պետության վերափոխելու համար մարդիկ ոգեշնչում չունեն, հուսահատված են, ոչ մի նախաձեռնություն չեն կարող առաջ տանել։ Ես բարամասը չեմ հետևել ադրբեջանցիներին, բայց պարտությունից հետո ինչքան որ այսպես ասած տեսադաշտում ես երևացել է, իրենք աշխատում էին հենց այդ ուղղությամբ երեխաներից սկսած, մանկապարտեզից սկսած, որ իրանց էգրեգորը մեծացնեն, որ կարողանան հաղթեն ու հաջողեցրեցին։ Իրենք արեցին, գուցե իրենցից է պետք է։ Ես հիմա քեզ ուզում եմ մի հատ ավելի բարդ տեղ տանել, քո խոսքից եկավ ոսկե լուսաբացը, որ ասեցիր, ես որ աշխատում էի կոնսերվատիվ հեղափոխություն աշխատությանս վրա, ուսումնասիրում էի այդ գերմանական նախահիտլերյան էլիտայի, նաև դրանցից առաջ եղած եվրոպական էլիտայի թաքնագիտական այսպես մտորումները հենց ոսկե լուսաբացի մարդիկ, այնտեղ կար նաև Բուլվեր Լիտոն, Պոմպեյի վերջին օրագրքի հեղինակը, նրանք վստահ էին, որ կան գերհզոր ուժեր, էակներ, որոնց հետ կարելի է կապվել, եթե որոշակի պահանջներ բավարար, եւ նրանցից ստանաս ուժ եւ էներգիա։ Եվ երբ որ ես հետո սկսեցի գերմանական փորձը ուսումնասիրել, ես վկայությունների հանդիպեցի, որ չգիտեմ ինչպես էին արել Ադոլֆ Հիտլերը կարողանում էր այդ էներգիաների հետ կապվել եւ սոսկալի էներգիա էր ստանում։ Դա էլ է արդյոք այդ էգրեգորը ինչ որ մի ձևով աստիճաններով բարձրանում է, թե դա մի ուրիշ բան է։ Դա կարան է, նայեք էգրեգորներ, իրանք բազմազան կարող ազգի մեջ մի քանի էգրեգորներ լինեն եւ կարող ազգի մեջ լինի դրական էգրեգոր, բացասական էգրեգոր, իրանք ինչ որ ուժեր են, ասենք, էներգիաներ են, ֆինանսներ են, նաև ինչ են ֆինանսավորում, նո, տենց ասենք, այդ անունով ասենք, հիմա պետք է իհարկե էգրեգորները ուժեր են, բայց պետք է մարդիկ սնուցեն դրական էգրեգորներ, թեկնուց իրանց ազգի, ասենք, օրինակի համար բուլղարների մոտ դրակուլան, թե բաների, ռումինացիներ, թուրքերի դեմ ինքը վատ գաղափարախոսություն է ստեղծել, հակաթուրքական որ բանանի, բայց ինքը ոնց որ սնուցել է շատ մութ
երևույթներից, Սև մոգությունից, որ էլի մեծ ուժ է ստացել, իհարկե ինչ որ ձև հաղթել է թուրքերին, բայց պետք է հասկանանք դա մեկը ազգին ոչնչացնում է, դա դրական երևույթի չի տանում։ Հենց էլ Հիտլերը ինչքան էլ ինքը սնուցում է, կարացել է սնուցել, բայց ոչ այդքան դրական էգրեգորից է սնուցել, որը պետք է հասկանանք նաև մենք գիտակցաբար օթյակները որ կան, պետք է էգրեգորին դրական սնուցումներ տանանք, այսինքն վեհ սիրո իմաստության գաղափարներ այդ էգրեգորին սնուցեն, երջանկության գաղափարով սնուցեն, բարգավաճման, ծաղկման, առաջթացի լուսավոր ապագայի ոսկե լուսաբաց է, որ ապագան որ ոսկեղեն լինի լուսաբաց է այդ ամեն ինչի, ուսո դրական պետք է մտքերով, էմոցիաներով, էներգիաներով սնուցեն։ Հիմա մարդիկ կան, որ կպնում են ինչ-որ էգրեգորների, որոնք բացասական են։ Այդ օրինակ Հիտլերը կպել է տենց էգրեգորին բացասական, նույնը պատմում են սոսկալի էներգիա էր ստանում եւ 1000 մարդու էներգիա էր ունենում։ Նույնը պատմում են Ստալինի մասին, Ստալինի, ասենց Անդրեյ Ռոզեմերը տենց մի հատ գիրք կա, որտեղ բացատրում է ոնց է Ստալինը տենց ինչ որ վիճակների մեջ ընկնում, այդ էգրեգորի հետ կպնում, ինքն էլ դե պայքարում էր երկուսն էլ սև էգրեգորներ էին, Ստալինն ու բանն էլ Հիտլերն էլ այդ իրար դեմ էին պատկանում։ Պետք է հիմա այդ էգրեգորները կան, բայց կան նաև բացասական դրական էգրեգորներ։ Պետք է ազգը նաև ինչ Դրակուլի պատմությունը չանի ազգը դրա բացասական, որտեղ կան մարդիկ, ես այստեղ գիտեմ փոքր օթյակների պես բաներ ունեն, բայց բացասական են սրուցում ու բացասական երևույթներն են ուժեղացում, ինչա թշնամուն հաղթեն։ Պետք է մենք հաղթողը միշտ վեհ լինի, ոչ թե ինչ որ ցածր երևույթներ։ Ադրբեջանցիների նման հաղթել են ու հաղթանակի ձեռը ֆաշիստական բան են դարձել։ Իրենց վերջը լավ չի լինի, այսպես որ գնա։ Մենք որ հզորանանք, վերջը տենց է լինելու էլի, տենց, այսինքն տենց ոնց որ ճնշում են, հակաճնշումը առաջանալու էլի։ Այդ բանը չեն հասկանում, մտածում են sense կարա մինչև վերջ ճնշեն։ Դե օրինակի համար մեր էգրեգորը թուրքերը ջարդել են շատ ուժեղ։ Հասկանալ է տարի շարունակ ու փակել են ծորակները, բոլոր ծորակները փակել են ու ֆիզիկապես են ոչնչացրել։ Կարևոր մարդկանց հանել միշտ այդ աշխատանք արել են, որ ոչ մի օթյակ հայկական չլինի, ոչ մի հոգևոր զարգացած մարդիկ չմնան, մնան իրանց տրուկներ աշխատեն իրանց պետության համար, ու դա արել են էլի։ Պետք է մարդիկ հիմա եթե ինչ որ օթյակներ խմբեր կան, որ սնուցում են, պետք է ազգային գաղափարախոսության սնուցում լինի, կրոնական սնուցում մասին չէ, որ հիմա կրոնական սնուցումը, էլի ասեցի հրազգի կրոնին ասնուցում, դա պետք է հստակ հասկանանք, չխաբրենք Քրիստոսի հետ կապ չունեն։ Կարող է շատ մի քիչ ամպրագորգոր բառեր եմ ասում, բայց դա իսկությունը շատ մոտիկ է, էլի։ Այսինքն իրանք էգրեգոր են ստեղծել, որտեղ ոնց որ ամեն եկեղեցին ասում են, այստեղ սուրբ կա ուժեղ, դա էգրեգորի մասին են իրանք ասում, բուժում է, կամ այստեղ բան էներգիա կա, այդ էգրեգորն է, այդտեղ որ ազդում է, նոր պլանի էակներն են, որոնք ազդում են մարդկանց վրա։ Հիմա մարդիկ կան այդ էգրեգորը բարի հետ շատ վատ բան են հասկանում, կարելի է լավ էլ հասկանալ։ Ինքը համ կարա դրական էգրեգոր լինի, համ բացասական, այսինքն անգիտակցականը կարա ուղղորդի դեպի վեհ երևույթների, կարա ցածր որակների ուղղորդի, օրինակի համար հիմա աշխարհային մակարդակով վերցնենք ինչ որ հիմա գովազների մակարդակը, որտեղ սեքսուալ էներգիան են շատ ակտիվացնում, այդ էգրեգորը, որ ամեն ինչի մեջ կարևոր չի, դա մեկը ջուր է խմում, այդ էլի մեր կինն է այդտեղ ջուր տվողը, որ այդ էներգիայը վաճառում մեր կինն է, ամեն ինչում, որ այդ անգիտակցականը, ոնց որ այդ սեքսուալ էներգիայի միջոցով ինքը գրավի այդ իրանց գովազդի երևույթի գնա, բայց այդտեղ իրանք ցածր ինստինկտներն են մարդկանց զարգացնում, ցածր ինստինկտներն են բանում, այսինքն իսկ այդ գովազդերի մեծ սնուցման աղբյուր է, բայց այդտեղ մարդկային ցածր ինստինկտների սնուցումն է, որը էլի բացասական է, պետք է վեհ գաղափարները գովազդեն, վեհ գաղափար, բայց այդտեղ չկան գովազդներ, բոլորը հիմա ցածր ինստինկտների։ Դա մեր նախորդ թողարկումին արձագանքներ են եղել, ես հարց ներկայացնեմ ձեզ։ Ուշադրության նայեցի հաղորդումը, շատ կարևոր հարցերի քննարկում, մի քանի հարցի վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրություն։ Առաջին, որքան ես գիտեմ, նախնիները
ապրում են ճակերտներում մեր ազգի էգրեգորում։ Համոզված եմ, որ շատերը հենց այդպես են պատկերացնում էգրեգորը։ Ցավոք, պարոն Դոնիկյանի պատկերացումը էգրեգորի մասին այլ է։ Արդյունքում ձեր հաղորդաշարը երևույթի մասին հնչեցնում է արմատավորված տեսակետին չհամապատասխանող կարծիք, ինչը վատ է։ Կարծում եմ անհրաժեշտ է մի լուծում գտնել։ Ինչ կասես։ Ինչու ես կարգ խախտում։ Մեր նախնիները Եվ երկրորդը հնչեցնեմ, քանի որ դու դա երկրորդ արդյոք էգրեգորում ապրում են մեր նախնիների հոգիները, ոգիները, թե նախնիների հետ կապված այլ բան է ապրում այդ էգրեգորում։ Մա խնդրեմ։ Այդ էգրեգորը նույն պլանում ասեցի բան կա, նմանա բանկին, որտեղ ներդրում են արել։ Մեր նախնիները ներդրում են այդտեղ արել, մեր նախնիները ու տենց ամեն սերունդ ներդրում անում ինչ-որ չափով։ Ու ինքը ոնց որ ասենք մենք 6000 տարվա պատմություն ենք, ամեն ինչ 10000 ինչ-որ տեղ ասա։ Տենց մենք ներդրում ունենք այդտեղ ինչքան նու բոլոր ազգի մարդիկ չեն անում, ով գիտակից նու փոքր այդ ուղղորդողները տեղ ներդրում են արել, ասենք քրմեն են տեղ ներդրում արել եւ այլն։ Հիմա այդտեղ ներդրում են արել։ Հիմա մեր նախնիները այդ ներդրման մեջ չեն, իրանք ներգործություն են։ Դարան է, որտեղ իրենց ստեղծագործություններն են էգրեգոր, այդպես հասկանում։ Իրանք չեն։ Իրանց իրանց էներգիան է այդտեղ, այսինքն նախնիների պաշտպանմունքը էգրեգորի հետ այդքան շատ կապ չունի։ Նախնիների պաշտպանմունքը ավելի շատ կապ ունի էգրեգորներ կան, որ ամեն մի ընտանիք ունի, ասենք իմ պապի դրած էներգիան պաշտպանմունքը, որ իր էներգիան ակտիվանա ավելի, որ ասենք այդ ցեղը ավելի հզոր լինի բան։ Հիմա իսկ ազգային մակարդակով ավելի շատ դա ոչ թե նախնիներն են այդ էգրեգորի մարսում, այլ նախնիների ներդրած էներգիան ու գաղափարներն են տեղ աշխատում։ Այսինքն ոչ թե իրանք են այդտեղ հոգիները։ Հոգիները որտեղ են լինում այդ դեպքում։ Հոգիները էգրեգորին չեն, նայեք, էգրեգորը ավելի շատ նույն պլանի երևույթ է բան։ Մարդը որ մահանում է, ինքը դե սկզբից գնում է նույն պլան, հետո էտել է քայքայվում, էտել հավերժ չի, տեղել է քայքայվում, գնում է արդեն այդ աստվածային հրեղեն, ոգեղեն պլաններ է գնում, իսկ էգրեգորը ոգեղեն պլանում չի։ Էգրեգորը էներգոինֆորմացիոն ինչ որ երևույթ է։ Հա, ինքը այդ նույն աստրալնի այդ պլանի մեջ է, որտեղ այդ էներգետիկ այդ դաշտի մեջ է, իսկ ոգեղեն պլանը արդեն այդ մեր ուրիշ տեսակին է, դրա համար հրեղեն ենք մենք ասում, դե խուր է, այդ մեր էներգիա չի արդեն, էգրեգոր, դրա համար հոգիները գնում են արդեն ընդեղ, են ուրիշ պլան, դե հետո էլի վարմնավորվում են, իսկ էգրեգորի մեջ մնում են իրանց գաղափարները, ներդրած ուժերը, իդեաները, ուժը, ոգեշնչումը, ինչքան ինքը դրա մեջ ուժ է դրել, աշխատեց, ասենք հիմա, չգիտեմ, Կարլ Մարքսն ու Լենինը ինչ-որ ուժ էին դրել, 70 տարի կարացան պետությունը պահել, այդքան էր իրանց ուժը։ Ասենք ինչ-որ տենց մեր նախնիները ինչ-որ ուժ են դրել, մեր ազգը գնա այնքան, ինչքան այդտեղ մենք դա կարողանանք սնուցենք, չաղավաղենք, այդքան մեր ազգը կգոյե կպաշտպանի։ Եթե մենք գիտակից սնուցենք եւ առաջ տանենք վեհ իրանց մասերը։ Ես հենց հարցը ուզում էի դրան բերեի եւ եզրափակեինք հաղորդումը խոսքի մեջ ես ասացի գուցե թե ադրբեջանցիները վախենում են մեր էգրեգորից, դուք էլ ասացիք հերյաներն էլ են վախենում, եթե վախենում են պիտի քայլեր ձեռնարկեն, որ մենք չուժեղացնենք, իսկ մենք ինչ անենք որ ուժեղացնենք, ձեր խոսքը այդտեղ է խոսքը։ Թե ինչ անենք որ ուժեղացնենք, մի փոքր դպրոց ունեմ, որտեղ մարդկանց սովորացնում եմ ոնց անեմ, որ այդ ազգի էգրեգորը ուժեղացնեն, այսինքն վեհ էգրեգորը, այսինքն այն էգրեգորը, որ ազգին տանում է դեպի վեհ նպատակների, դեպի աստվածային սիրոն, իմաստությանը, բարգավաճման ասկի հզորացմանը, ծաղկմանը, որ գիտակից սնուցեն, որ գիտակից էներգիա տան այդ էգրեգորին, որ ինքը փոխազդի ազգի մյուս անդամներին կարողանա սնուցի, ոնց որ մեծ գալիս են ինչ-որ մեծահարուստ մեկը ֆինանսներ է տալիս, որ ասենք թե ինչ-որ երիտասարդներ փող չունեն, կարողանան սովորեն ինչ-որ տեղ հիմնարկներ բացեն, մեծահարուստն ու տենց ներդրում անում։ Հիմա տենց էլ դե փոքր մեր դպրոցը իր ներդրումն է անում մեր
էգրեգորի մեջ, նո էլի կան մարդիկ, որ անում են, բայց շատ քիչ են, այդ են ուզում ասեմ, գիտակից դրա վրա աշխատող, որ ներդրում անեն ու դա անեն։ Ոնց են անում ներդրում, ուղղակի մի հատ փոքր օրինակ վերենք։ Ասենք որ եկեղեցիներում խունկ են վարում, իրանք խունկի ժամանակ այդ նոր պլաներակները ռեակցիա են տալիս, իրանք սնուցում են տալիս, գալիս են ակտիվանում։ Բայց եկեղեցում սնուցում են որ էգրեգորը, դա էլ պետք է հասկանանք։ Էգրեգորը պայծառացած լուսավոր Քրիստոսի հետ այդքան շատ կապ չունի։ Իրանք սնուցում են ավելի շատ այն գաղափարախոսությունը, որը 5 կտակարանն է տանում այդ դրան ասում, իհարկե հիմա կհակադրեմ, բայց եթե շատ անկեղծ նայեն, այդ էգրեգորին են սնուցում, ոչ թե իրանք սնուցում, իհարկե իրանք չեն կարող տեսնել, այսինքն ցանկացած պայծառացած էակ լուսավոր պայծառատեսություն, որ եկեղեցի գնում, շատ տենց նկարագրություններ կա գրքերում, ասում գնում ենք եկեղեցի, նայում որտեղ այդ էներգիան սենց գնում, կարող է այս ազգի մեջ լինի, բայց սա գնում է, ասենք թե Երուսաղեմ է գնում։ Սնուցումը բացարձակ ուրիշ է, ոնց որ ֆինանսները, սա պատտվում չէ, ասենք որ հիմա մենք ֆինանս ունենք, այդ ֆինանսները բանկում ինչ որ դիվիդենդ է գնում, այդտեղ բանկին է գնում, չէ՞, հիմա մանավանդ որ փոխանցումներով են անում, էլեկտրոնային ինչ որ տոկոս իրանց է գնում, այդտենց ցանկացած այդ աղոտ գնում այնտեղ։ Այսինքն սնուցում ենք ուրիշ տեղ ենք, սնուցում ենք անգիտակից չհասկանալով։ Քրիստոնեությունը իսկական քրիստոսիությունը կապ չունի բանի հետ, այդ ուզում եմ ասեմ, ուղղակի հիմա մարդկանց աղավաղել են բուն ուսմունքից հեռացրել են, իրանք սնուցում են իրանց մոտեցումներով, ծիսակատարություններով ուրիշ ազգի էգրեգորին ու դրա համար մենք թույլ ենք, մենք չենք տեն սնուցում, մյուս ազգերն են էլի անգել այդ հակարտի մեջ։ Ես մի դրվագ ներկայացնեմ, երբ որ աշխատում էի Վասակիսյանի վեպի վրա, հանգամանալից ուսումնասիրում էի Վարդանանց պատերազմը, կարծեմ հենց այդտեղ էր զորքից, ճակատամարտից առաջ, ասենք Վարդանի զորքը կանգնած է եւ ելույթ են ունենում, պիտի խանդավառեն, ասենք ժողովրդին, որ կռվեն, տալիս են զորավարների անուններ, որոնք հրեական պատմությունից են։ Հասկանում ես, օրինակ, ինչպես այս ինչ հրեական զորավարը սա արեց, Եվ ես մտածում եմ, մի պատկերացեք հրեական զորք կանգնած լինի, ուզենակ խանդավառը, եւ ասեք մենք պիտի կռվենք այնպես ինչպես Հայկ Նահապետը կռվեց, ինչպես ասենք, չգիտեմ, Պապ Թագավորը կռվեց, ասենք այդ Նեժդեը ոնց որ բան արեց։ Իրենց վրա չի ազդի, հասկանում եք, որովհետեւ իրենց պատմությունից չես դու բերում այդ հերոսներին, որ իրենց էլ ազդի, ուրիշ ժողովրդի հերոսներից պատմում ես ճակատամարտերից Այդ ձեր ասած ինչ-որ մի հատ բան է ստացվում, էլի շտկելու կարիքը, դա իհարկե 1500 տարի առաջ եղել, բայց ես մտածում եմ, լավ, դա ես զինվոր եմ, այդտեղ կանգնած եմ, ես ալ լսում եմ։ Դու ինչ պիտի առաջանա, ես այդ զարմայել եմ, չգիտեմ, ինչ որ անուններ էր ասում հրեական, ես պիտի խանդավառվեմ, նա ես խնդիր է, չէ՞։ Ուր է գնում։ Ազգային խնդիր է։ Պետք է հասկանանք, որ այդ նոր պլանը ազգային դերգաղափարության մեջ է, երբ որ ասում մենք ազգայինից դուրս են գալիս, դա արդեն նոր պլանում չի, արդեն իրանք հրեղեն պլան պետք է հասնեն, որ ազգայինից դուրս գան, վեր ազգային լինեն, էլի, բայց իրանք մտնում են մեկը ազգայինի պես, իրանք էմոցիաներով, մտքերով են սնում, դրա համար իրանք ազգայինի մեջ են, դրա համար պետք է հասկանան, որ ազգին են սնուցում, եկուզ այդ աղոթքները եկեղեցուներում ում են սրուցում սնուցում են այն պետք է մենք սնուցենք գիտակից հասկանանք նա Հայկ Նահապետի էգրեգորին որ դրվել է որ մեր անունն էլ հայեր ենք այդ Հայկը հենց հայի հետ է կապված որ հասկանանք որ իսկ դրանից տարբեր չի ոնց որ չտարբերենք всё այդ անունը հենց դրած է մեզ որ հայեր ենք Հայկ Նահապետ այդ ուղղությունը այդ Հայկ անունը չէ էլի դա մեր ուղղորդվածությունն է Ահա, որը ոնց որ իվերուստ հայք համաստեղությունից է, չէ, եկել, տենց ասենք իվերուստ տրված է ուրիշ ցիվիլիզացիաներից, որ մեզ ուղղորդեն ճիշտ երևույթին, դրա համար մեր սնուցումը պետք է վե այդ սնուցմանը գնա։ Եթե մենք արդեն սնուցում ենք ուրիշտեղ, ուրիշ բան։ Կասեն մենք այնտեղ աղոթում ենք, մեր հեշտ է լինում։ Դա էլ խապկանք է, էլի, ոնց որ հիմա ասենք, կարան հիմա ասեն, դա օրինակի համար, ասենք ինչ որ զինվորական կանեսի ադրբեջանցիները մեզ կարող ավելի շատ են փող տալիս, կարանք մենք ով շատ փող տա, այդ իր հետևից գնանք, պետք է հասկանանք դա չի, կարևորը ճիշտ գաղափարախոսություն լինի, ոչ թե որ շատ է փող տալիս, այլ դու ինչ գաղափարախոսությունն է թե կարող հիմա քեզ որ այսօր, չգիտեմ,
Հիմա մեկը ամուսնացած են, մեկը ասենք թե մեկը մեկից հարուստ կլինի, ուրեմն բոլորը պետք է ձգտեն այդ հարուստին իրանց թողած ընտանիքը։ Իհարկե հիմա սա խառնված է մեր հասարակությունը տենց էլ կա մի քիչ էլ, բայց դա պետք է հասկանանք ոնց որ իրանք ունենան իրանց գաղափարախոսություն թե ընտանիքի մասին, որ կայուն լինի, ոչ թե ձգտեն հարուստին, բոլորը հարուստին, որտեղ տենց էլ բան է լինում, էլի, սնուցումը ազգային գաղափարախոսության շուրջ է լինի եւ մյուս հարցեր, եթե գաղափարախոսություն լինի, մարդը այդ արտաքին ֆինանսները կախված չեն լինի։ Այդ ազգի նվիրալներն են սնուցում էգրեգորը, փողով չի սնուցվի էգրեգորը, ասենք ֆինանսներով չի։ Հիմա ինչքանը փող տա, մեր ֆուտբոլիստները լավ չեն խաղալու։ Ես դրա փակելով այս հետաքրքիր հաղորդում, ես ընդհանրապես կուզեմ հեռուստադիտողին մի բարձրաբանամ ներկայացնել, մեր զրույցից թող հանկարծ այն տպավորությունը չստեղծվի, թե հիմա մենք դեմ դուրս եկանք հայ առաքելական եկեղեցուն կամ քրիստոնեության, այդպիսի բան չկա, պարզապես եթե ազգային կճված է եւ էգրեգորը թուլացած է եւ իրեն հարկավոր է այս դժոխքից հանել, այստեղ մենք հարկադրված ենք անաչառորեն ամեն ինչը բազմակողմանի քննել, որպեսզի կարողանանք դուրս գալ։ Սխալների մասին ենք ասում։ Եկեղեցին անելիք ունի, ես էլ, դուք էլ, բոլորս էլ ունենք, հեթանոսներն են, մյուսներն էլ քաղաքական դաշտները, դա բոլորս են մինավի մեջ որ խորտակվում է։ Չպետք է ասենք, ես մի դուրը մի բացեք, իրենց մի քննադատեք, հասկանում։ Եթե մենք այս վիճակի մեջ ենք, ուրեմն ամենքս մեր չափով պետք է ոնց որ գան բոլոր կուսակցությունները սնուցեն մեր Գրիգորին։ Մեր բոլոր թե քրիստոնյաները, թե բոլոր մյուս ուղղությունները, հեթանոսները պետք է մեր ազգային գաղափարախոսությանը սնուցեն։ Մենք դրա մասին ենք խոսում։ Այլապես իրենց բախումները պետք է մոռանան, ոչերը ազգային գաղափարախոսությանը սնուցեն։ Մենք դրա մասին ենք խոսում, ոչ թե ինչ որ կրոնական կարան իրանք տարբեր պաշտամունքներ ունենան կրոնական, դրա մասին չի, բայց իրանք սնուցեն, սնուցման մասին է, սնուցեն ազգային գաղափարախոսությունը։ Մենք ընդհանրեն դրա մասին, ոչ թե ինչ-որ կրոնի դեմ չեմ ես բան ասում, որտեղ կրոնը դա իրանց որոշումն է, որոշում է ինչ կրոն պաշտի կամ աթեիստ լինի, դա իր որոշումն է, անձնական որոշումն է։ Բարի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ վերելք հաղորդաշարը հյուրընկալեց խորագետ, փիլիսոփա, թաքնագետ, ուսուցիչ Տարդատ Դոնեկյանին, մինչ նոր հանդիպում։